Բարի օր, սիրելի ընկերներ։ Իսկ այժմ մենք կխոսենք ցանքաշրջանառության մասին։ Իսկ ինչ է ցանքաշրջանառությունը։ Դա ցանքաշրջանառությունը ժամանակի ընթացքում տարածության մեջ բույսերի հերթափոխումն է։ Տեսեք, եթե դուք տեսնեք, այս տարածքը ամբողջությամբ մորմազգիններ են, իսկ եմ հետևի մասում գտնվում են լոբազգիններ կամ բակլազգիններ։ Ինչ է նշանակում ցանքաշրջանառություն։ Եթե նույն ընտանիքի բույսը մենք մի տարի տնկել կամ ցանել ենք նույն տարածքում, ապա հաջորդ տարին անպայման պետք է փոխենք այդ ընտանիքը։ Օրինակ, բակլազգինները դրանց մեջ են մտնում ոլորը, լոբին, բակլան, մաշը, կով ոլորը, ոսպը, դրանք բոլորը շատ կարևոր դեր են կատարում ցանքաշրջանառության մեջ։ Առանց այդ մշակաբույսերի անհնար է զբաղվել արդյունավետ գյուղատնտեսությամբ։ Հետևաբար բակլազգինները հրաշալի նախորդ են բոլոր բույսերի համար, որովհետև նրանց արմատների վրա կան պալարաբակտերիաներ, որոնք օդից ֆիքսում են ազոտը եւ հողը հարստացնում են ազոտով։ Եթե դուք օրինակ բակլազգինների մի որևէ բույս հանեք, հատկապես ծաղկման շրջանում, նրանց վրա գտնվում են բավականին մեծ գտնիկներ, պալարաբակտերիաներ։ Հետևաբար այստեղ որտեղ ես կանգնած եմ, անցած տարի այստեղ եղել են բակլազգիններ, կոնկրետ լոբի, այս տարի արդեն մորմազգիններ են, բիբար, կոնկրետ բադրջան, պոմիդոր։ Ցանքաշրջանառությունը ինչ կարևոր դերակատարում ունի։ Ես ասեցի մեկը, որ հարստացնում է հողը եւ հաջորդող բույսը ավելի շատ բերք է տալիս։ Երկրորդ կարևոր հատկությունները վնասատուների եւ հիվանդությունների վնասումն են։ Ասենք օրինակ, եթե կոլորոիդյան բզեզը վնասում է կարտոֆիլը, ապա ինքը կարելի ասել բնադրվում է այդ տարածքում եւ հաջորդ տարի, երբ որ մենք փոխում ենք ընտանիքը, ապա այդ վնասատուի համար ստեղծվում են ոչ բարենպաստ պայմաններ։ Բացի ցանքաշրջանառությունից նշեմ, որ շատ կարևոր են նաև խառը ցանքերը։ Խառը ցանքերը որոնք են, երբ որ ասենք բույսի մոտ տնկում են այլ ընտանիքի պատկանող բույս կամ ցանում։ Օրինակ, այս դեպքում դուք տեսնում եք այստեղ պոմիդորի բույսերն են, իսկ կողքը գտնվում են կաղամբազգիններ։ Մենք հաճախակի անում ենք նաև, երբ որ ասենք կարտոֆիլ ենք մշակում մի տարածքում, իսկ նրա կողքը լինում են բակլազգիններ։ Ինչ է կատարվում այս դեպքում։ Տեսեք, վնասատուները մասնագիտացել են կարտոֆիլի բույսերի վրա, այդ դեպքում նրանք սկսում են օգտվել, երբ որ իրենց սնունդը քչանում է, թեքվում են կողք եւ երբ որ նկատում են այնտեղ արդեն այլ ընտանիքի բույսեր են, կոնկրետ լոբի, նրանք լքում են այդ տարածքը։ Խառը ցանքերը բավականին նվազեցնում են հիվանդությունների եւ վնասատուների վնասը։ Բացի այդ, կան նաև գործընկեր բույսեր։ Տեսեք, եթե մենք կոնկրետ պոմիդորի արանքներում մշակենք լոբի, ապա մեկը մեկի օգնում են։ Կոնկրետ լոբին սնունդ է արտադրում կամ ընդհանրապես բոլոր բակլազգինները հարևան բույսերի համար։ Այդ դեպքում կոչվում են գործընկեր բույսեր։ Մի ուրիշ տարբերակ, որը կնշեմ, այնտեղ կա, ասենք, բույսերի տեսակ, տեսնում եք այստեղ ամբողջությամբ այս բույսերի կողքին կան սխտորուկներ կամ չայվս կոչված բույսը, որոնք գործընկեր են ազնվամորու հետ։ Իրենց ծաղկումը համընկնում է, այս բույսերի ծաղկումը համընկնում է ազնվամորու հետ եւ նրանք շատ մեղվատու բույսեր են, այսինքն մեղրատու։ Նրանք գրավում են միջատներին, տեսեք, հենց մեղուն գտնվում է այս բույսերի վրա։ Հետևաբար, երբ որ այստեղ նեկտարը քչանում է, նրանք տեղափոխվում են դեպի ազնվամորու ծաղիկները եւ շարունակում իրենց նեկտար հավաքելու process-ը կամ փոշոտման process-ը։